Հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, ներկայացնում եմ ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին ՀՀ ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, էականորեն շեղվելով իր իսկ ներկայացած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացրած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին, հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման ապարատի բոլոր մակարդակներում։ Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ ունեցել ազգային անվտանգության, պետության ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում, լրջագույն խնդիրներ առաջացնելով Հայաստանի Հանրապետության համար, վտանգի տակ դնելով նաև մեր երկրի ապագան։ Առաջին, ազգային անվտանգություն, ռազմավարության ձախողում և կապիտուլյացիա։ Ազգային անվտանգության համակարգը հիմնովին խարխլվել է, ի ցույց դնելով գործող իշխանության անպատասխանատվությունը, անկարողությունը, կեղծավորությունն ու հրաժարումը ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, արժեքներից, կանոններից, ինչը հանգեցրել է ծանրագույն հետևանքների ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության ապահովման ռազմական սպառնալիքների զսպման և չեզոքացման գործում։ Արցախի կորուստ։ Նիկոլ Փաշինյանի կողմից արցախյան հակամարտության տասնամյակներ բանակցային գործընթացի ձեռքբերումների ոչնչացում, արդյունքների զրոյացում և սեփական զրոյական կետից մեկնարկած բանակցային գործընթացի ձախողում, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմ, Արցախի Հանրապետության ճանաչում Ադրբեջանի կազմում, իր բնօրանում էթնիկ զտման ենթարկված, Արցախից բռնի տեղահանված արցախայության խնդրի նկատմամբ ՀՀ կառավարության անտարբեր վերաբերմունք և գործունեություն։ Այս ամենը կառավարության ղեկավարի կողմից իրականացված ձախողված ռազմական և դիվանագիտական քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը։ ՀՀ կառավարությունը չի ցուցաբերել անհրաժեշտ վճռականություն և պետական մտածողություն հայ ռազմագերիներին, ինչպես նաև պատանդի կարգավիճակում Բաքվի բանտերում անմարդկային պայմաններում, մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, շինծու մեղադրանքներով, ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությանից վերադարձնելու հարցում։ Ավելին, կառավարությունը ցուցաբերել և ցուցաբերում է հանցավոր անգործություն այս հարցում։ Սա անուղղակի մեղսակցություն է Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներին։ ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում։ ՀՀ տարածքային ամբողջականությունը հայտնվել է լրջագույն սպառնալիքի տակ, Հայաստանի սահմանների նկատմամբ պարբերաբար ոտնձգությունների և ադրբեջանական զինված ուժերի շարունակական ներխուժումների հետևանքով։ 2021 թվականից սկսած թշնամական ուժերը բազմիցս խախտել են ՀՀ միջազգայինորեն ճանաչված սահմանները, գրավել տարածքներ ՀՀ սահմանամերձ շրջաններում և դա կատարվել է ՀՀ կառավարության բացահայտ անգործության և անպտղության պայմաններում։ Կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլև պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողություն վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան։ Ավելին, բազմիցս արված հայտարարությունները, որ ՀՀ տարածքում օտար զինված ուժերի ներկայությունը վիճարկելի սահմանների խնդիր է, կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի գոյությունը։ Սա պետական ինքնիշխանության թուլացման և տարածքային ամբողջականության խաթարման անհերքելի վկայություն է։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի տապալում։ Ըստ կառավարության ծրագրի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը կոչված է ծառայել Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը և պետք է լիներ կառավարության առաջնահերթությունների շարքում։ Այս տարիներին կառավարության իրականացրած քաղաքականությունը տրամագործորեն հակառակն է իր ծրագրին։ Կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն չի դիտարկում որպես առաջնահերթություն, այլ ամբողջությամբ հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից։ Արտաքին քաղաքականություն, արկածախնդրություն և զիջում։
Գործող կառավարության վարած արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի միջազգային հեղինակությունը զգալիորեն վնասվել է, միջազգային ասպարեզում երկրի դիրքերը էապես թուլացել են։ Միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ ողող միակողմանի զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը, որը քողարկվում է խաղաղության դարաշրջանի եւ խաղաղության խաչմերուկի կեղծ հռետորաբանությամբ, իրականում աղերս չունի կայուն երաշխավորված երկարաժամկետ արժանապատիվ խաղաղության հաստատման հետ։ Այս քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին հերթական պահանջների առաջադրմանը եւ պարունակում է նոր ագրեսիայի վտանգ։ Հայաստանը կորցրել է երբեմնի արմուր դիրքերը բանակցային գործընթացում, իսկ միջազգային դերակատարները հայկական շահերը սկսել են ընկալել որպես երկրորդական, խուսափելով Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություններից հստակ արձանագրումներից։ Դաշնակիցների հետ հարաբերությունները վատթարացում եւ մեկուսացում։ Հայաստանի հարաբերությունները գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով վատթարացրել են ավանդական ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների հետ առանց բավարար եւ կենսունակ այլընտրանքային անվտանգության համակարգերի ձևավորման։ Անկայուն տարածաշրջանում Հայաստանը հայտնվել է խոցելի եւ մեկուսացված վիճակում։ Նահանջ ժողովրդավարությունից եւ մարդու իրավունքների համատարած խախտումներ։ Կառավարությունը համակարգված կերպով եւ անթակույց քանդում է ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում։ Քաղաքական բանտարկյալների արկայություն։ Արդարադատության գրոտեսկային ընկալումներով գործող իշխանությունները դատական համակարգը հարմարացրել են իրենց քաղաքական հակառակորդներին, քաղաքացիական ակտիվիստներին, քաղաքական գործիչներին, իշխանության ակտիվ քննադատողներին եւ այլախոհներին հետապնդելու, թիրախավորելու, անհիմն ազատազրկելու համար։ Ակնհայտորեն մերժվում է այլակարծությունը։ Խաթարված է ժողովրդավարական ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը, ինչը հանգեցրել է իրավական պետության սկզբունքի աղճատմանը, հիմնարար ազատությունների սահմանափակմանն ու քաղաքական հետապնդումների աճին։ Քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների արկայությունը, ինչպես նաև քաղաքական բանտարկյալների վերաբերյալ փաստացի վիճակագրությունը, վկայում են օրենքի ընտրովի կիրառման եւ արդարադատության գործառույթի քաղաքականացման մասին։ Այս երևույթները բացահայտ հակասում են սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված ազատության, արդար դատաքննության եւ իրավասության սկզբունքներին եւ ակնհայտորեն վկայում են Հայաստանի ժողովրդավարությունից նահանջի եւ ավտորիտարիզմի մասին։ Հիմնարար ազատությունների սահմանափակում։ Հիմնարար ազատությունների, այդ թվում խոսքի, հավաքների եւ մամուլի ազատության վրա իշխանության կողմից համակարգված հարձակում է տեղի ունենում, որն արտահայտվում է լրագրողների, իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների, բռնության եւ քաղաքական դրդապաշարումներով դատական հայցերի միջոցով։ Այն ուղեկցվում է այդ ազատությունների սահմանափակումը խրախուսող պետական հռետորաբանությամբ։ Հրահանգավորված կերպով քաղաքացիական խաղաղ հավաքների անօրինական սահմանափակումներ են տեղի ունենում, հաճախ կիրառելով անհամաչափ ուժ եւ բռնաճնշումներ։ Սա կաշկանդում է հանրային դիսկուրսը եւ հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ ՄԱԿ-ի համապատասխան հռչակագրերին։ Ծաղկող կոռուպցիա եւ հովանավորչություն։ Կոռուպցիան ոչ միայն չի վերացվել, այլ նույնիսկ չի նվազել։ Այն վերաբաշխվել է ճակերտավոր հեղափոխական էլիտայի ներկայացուցիչների միջև։ Կոռուպցիայի դեմ կառավարության պայքարի իմիտացիա, որի ներքո կոռուպցիան դարձել է համակարգային, համատարած եւ անպատիժ։ Թափանցիկության խոստումների ներքո գործող վարչակազմը ստեղծել է աննախադեպ կոռուպցիայի միջավայր, որտեղ շահութաբեր պետական պայմանագրերը եւ արտոնությունները տրամադրվում են օլիգարխների եւ հավատարիմների շրջանակին։ Նախկինում հռչակված հակակոռուպցիոն հանձնառությունները հիմնված թափանցիկության, օրենքի գերակայության եւ ինստիտուցիոնալ վերահսկողության վրա փաստացի վերածվել են ձևականության։ Իսկ իրական կյանքում Հայաստան առերեսվում է կոռուպցիայի եւ հովանավորության նոր որակի, կենտրոնացված անպատիժ եւ քողարկված համակարգի հետ։ Այս հանգամանքները խոչընդոտում են ՀՀ կառավարման համակարգի զարգացմանը, խաթարում տնտեսական ազատ մրցակցային հիմքերը եւ լրջագույն սպառնալիք են Հայաստանի պետականության ինստիտուցիոնալ կայունության համար։ Հաշվետվողականության բացակայություն։
Վարչության պաշտոնյաները գործում են անպատժելիորեն, մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները օրենքները զենք են դարձրել քաղաքական հակառակորդների դեմ, այլ ոչ թե օգտագործում են կաշառակերության դեմ իրական պայքարի համար։ Ստեղծված իրավիճակը վկայում է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների թերի կիրառման, այլ նաև այն մասին, որ պետական վերահսկողության մարմինները դարձել են քաղաքական ազդեցության գործիք զուրկ ինստիտուցիոնալ անկախությունից։ Կադրային քաղաքականությունը վերից վար հիմնված է ոչ թե արժանինքների, այլ ծառայամտության վրա, ինչն առավել բարոյացրկում եւ կազմաքանդում է պետական կառավարման համակարգը։ Սա խաթարել է պետական կառույցների արդյունավետությունը, նվազեցրել քաղաքացիների վստահությունը պետական ծառայության նկատմամբ եւ խորացրել պետական համակարգի բարոյալքվածությունը։ Տնտեսական անկում եւ սոցիալական հուսահատություն։ Երկրի սոցիալական տնտեսական կառուցվածքը ձևախեղվել է։ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական իրավիճակը վերջին տարիներին բնութագրվում է կառավարման անարդյունավետությամբ, տնտեսական ռազմավարության բացակայությամբ եւ սոցիալական անհավասարության խորացմամբ։ Տնտեսությանն ու սոցիալական համակարգին ուղղված պետական քաղաքականությունը չի ապահովում կայունություն, ներառական աճ կամ բնակչության կենսամակարդակի էական բարելավում, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առաջացել են խորքային կառուցվածքային խնդիրներ։ Տնտեսությունը կաթվածահար է անապահովության, զանգվածային արտագաղթի եւ ներդրողների վստահության փլուզման պատճառով։ Կառավարությունը ունի տնտեսական կայունացման կամ աճի համար որևէ հետևողական ծրագիր եւ հստակ ռազմավարություն, ինչը հանգեցնում է աղքատության եւ գործազրկության փաստացի աճի։ Չնայած մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին, տնտեսական իրականությունը այլ է եւ բնութագրվում է բնակչության մեծ մասի գնողունակության շարունակական անկմամբ, գործազրկության եւ աղքատության խորացմամբ, ինչպես նաեւ արտագաղթի բարձր տեմպերով, որոնք պայմանավորված են աշխատանքի, սոցիալական պաշտպանության եւ ապագայի հեռանկարի բացակայությամբ։ Մարդասիրական ճգնաժամ։ Պետությունը իդեմս գործող կառավարության լրջորեն ձախողել է այս իրավիճակը ոչ միայն խորացնում է փախստականների մարդկային ողբերգությունը, այլև ցույց է տալիս պետության անպատրաստ լինելը ազգային ճգնաժամերին համարժեք արձագանքելու առումով։ Բոլոր ուղղություններով այս համապարփակ ձախողումը պատահական չէ։ Այն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության որոշումների եւ անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է։ Նրա անձավոր սխալները հանգեցրին Արցախի կորստին։ Նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է մեր ռազմագերիների առկայությունը։ Նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը։ Նրա վարչակազմը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ։ Նրա տնտեսական անարդյունավետ կառավարումը լրջագույն տնտեսական խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանի Հանրապետությանը։ Հետևաբար մենք հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Կառավարության աղետալի գործունեությունը պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն եւ սոցիալական ապահովություն ցույց են տալիս նրա հիմնարար անգործությունը եւ տեսլականի բացակայությունը։ Այդ ձախողումների ազդեցությունը վտանգում է հայկական պետականության ապագան։ Ուստի մենք հայտարարում ենք, որ այս պահին արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որը ենթադրում է հետևյալ քայլերի հաջորդականությունը։ Առաջին, վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա, ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որի գերակայությունները պետք է լինեն։ Կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը, վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալները եւ երաշխավորել ժողովրդավարական ազատությունները, վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը, կազմակերպել ազատ եւ արդար մրցակցային խորհրդանական ընտրություններ, կասեցնել Հայաստանի միջազգային հեղինակության անկումը, ձեռք պահել երկիրը տնտեսական ցնցումներից, միջազգային հարթակներում առաջ մղել ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։ Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։ Փոփոխությունների ժամանակը հիմա է
նախքան վերահաս եւ հնարավոր է նաեւ կործանարար նոր աղետները։ Հարգելի գործընկերներ, սա այն նախագիծն է, որը մենք մտցրել ենք շրջանառության մեջ։ Սրա հետ կապված նաեւ վերջին ամիսներին բավականին ակտիվ գործընթաց է տեղի ունենում։ Բավականին մեծ թվով հանդիպումներ, քաղաքական կոնսուլտացիաների ժամանակահատված է, եւ այս տեսանկյունից նաեւ ես ուզում եմ հավելել նաեւ հետեւյալը։ Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղան առայն, թե երկրում ստեղծված աննախադեպ ծանր ու ճգնաժամային իրադրության պայմաններում հավաքական առումով ընդդիմությունը ինչ անելիք ունի, ինչ առաջարկ ունի հասարակությանը եւ որն է պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը։ Հանրապետականը իր հստակ դիրքորոշումը արտահայտել է, ինչը դրսևորվել է պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությամբ կառավարության անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկով։ Թեպետ մենք մեր մոտեցումի սկզբանե ներկայացրել էինք, սակայն մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք ոչ միայն այս գործիքի, այլ ընդդիմադիր դաշտում առկա այլ գործիքակազմերի ու առաջարկների շուրջ քննարկումներին, որովհետև մեզ համար առաջնայինը լայն կոնսենսուսի համախմբման գործընթացի ձևավորումն է։ Այս ամիսների ընթացքում բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ուժերի նախաձեռնությունների, գործիչների եւ պարզապես իրավիճակով մտահոգ քաղաքացիների հետ ենք հանդիպել։ Առավել առարկայական քննարկումները, որը ունեցել են ավելի ինտենսիվ բնույթ, ունեցել ենք վերջին 2-3 շաբաթվա ընթացքում քաղաքական դաշտի տարբեր մասնակիցների, դերակատարների հետ հանդիպումներում։ Եթե ամփոփեմ վերջին ամիսների քննարկումները, ապա ակնհայտ է, որ առնվազն մի քանի առանցքային հարցերում ընդհանուր առմամբ ունենք ձևավորված կոնսենսուս։ Առաջինը դա վերաբերում է կառավարության անվստահություն հայտնելու հիմքերին, որի հետ կապված իրական ընդդիմադիր շրջանակներում մոտեցումները ներդաշնակ են։ Երկրորդ, ներընդդիմադիր դաշտում կա հստակ փոխհամաձայնեցում այն հարցում, որ պետք է առարկայական քայլեր ձեռնարկել գործող իշխանությանն ու նրա ղեկավարին կոմֆորտ զոնայից դուրս բերելու եւ իրականության հետ առերեսվելու համար։ Երրորդ, ընդդիմադիր դաշտում գերիշխող է այն մոտեցումը, որ չպետք է թույլատրել իշխանությանը սեփական օրակարգը հասարակության վզին փաթաթել է եւ ընդդիմությունը պետք է այս առումով նախաձեռնողականություն դրսևորի օրակարգի ձևավորման եւ խաղի կանոններ թելադրելու առումով։ Չորրորդ, ընդդիմադիր դաշտում առկա է ընկալում, որ մեր երկրում ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են պատուհան բացել ներքաղաքական պրոցեսները արդյունավետ ռեսերի վրա դնելու եւ մեր քաղաքացիների առաջ բարձր պատասխանատվություն ստանձնելու համար։ Հինգերորդ, ներընդդիմադիր հարաբերություններում ավելի շատ առկա է փոխըմբռնման, միմյանց ձեռք սեղմելու եւ համախմբվելու տրամադրություն, քան հակադրվելու, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում համազգային ճակատի ձևավորման համար։ Վեցերորդ, բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիներն իրադրության առանձնահատկություններն ու վտանգավորությունը գիտակցելով մեզանից ակնկալիք ունեն, որ մենք շարժվենք ոչ միայն ընտրական տրամաբանության շրջանակներում, այլ անենք մեզանից կախված հնարավորինը միջև ընտրություն իրավիճակ փոխելու եւ այս իշխանության ագրեսիան սեփական ժողովրդի նկատմամբ զսպելու ուղղությամբ։ 7-րդ, մեր նախաձեռնած քննարկումները նաև ցույց տվեցին, որ կա բավականին լայն ընկալում առայն, որ գործող իշխանության առաջնորդի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը հղի է մեր երկրի համար ծայրահեղ վտանգավոր հետևանքներով։ Օրինակ, երբ քաղաքական դիսկուրսում նոր էր շրջանառվում կառավարության անվստահության հայտնելու գաղափարը, արդեն այդ պահին ստեղծված իրավիճակային սրացումներով հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանական սարսափելի հարձակումները դեռ այսպիսի ծայրահեղ մակարդակի չէին հասել։ Եկեղեցու երկու հարգված սրբազանները դեռևս չէին կալանավորվել։ Մեզ հետ միասին էր մեր ընկեր Արտուր Սարգսյանը, արցախցի մեր գործընկեր Դավիթ Գալստյանը, նահատակված մեր հայրենակից Ակոբ Ռոստոմյանի հարգարժան հայրը, Արա Ռոստոմյանը, բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, բարերար Սամվել Կարապետյանը։ Ի վերջո չկային Վաշինգտոնյան պայմանավորվածություններն ու հասարակությանը մոլորեցնող տոտալ կեղծիքի արմատական դրսևորումները։
Արգելի գործընկերներ, մինչ այս լսումները տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիաներն ու այսօրվա միջոցառումը պետք է դառնան այն հանգրվանային կետը, երբ կհստակեցվեն ոչ միայն մեր դիրքորոշումները, այլ հնարավորություն կստանանք շարժվելու իրավիճակից բխող լավագույն ճանապարհով։ Հանրապետականի առաջարկն արդեն հնչել է, լայն քննարկումների առարկա դարձել, եթե կան այլ մոտեցումներ եւ լուծումներ, մենք պատրաստ ենք դրա դետալային քննարկմանը։ Եկեք մի կողմ դնենք այս կամ այն փուլում մեր մեջ եղած բոլոր տարաձայնությունները, նեղ քաղաքական շահերը եւ մանրամասն քննարկումներով կարծիքների փոխանակմամբ հասնենք առավելագույնս մեծ կոնսենսուս ապահովող եւ դրա իրականացման համար վստահելի ու փոխընդունելի գործիքների շուրջ համաձայնության։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան, խնդրում եմ մնացեք հիմնական ամբիոնի մոտ, մինչև հարց ու պատասխանին անցնելը հայտարարեմ ելույթների գրանցումը։